քանի որ դուք էլ տեսակ շինարարություն է տեղի ունենում դպրոցի մոտակայքում, պատուհանները բաց են եղել, աղբուկից ուսուցչուհին խնդրել է, որ պատուհանները փակեն, երեխաները, որ դուռը բաց թողնեն, որպեսզի դաս կարողանան անել, այդ ընթացքում 3 տղաներ տարբեր պատուհանների մոտեցել են, որ փակեն, մխիթարն էլ գնացել է, որ փակի, ուսուցչուհի մտքով ոչինչ չանցավ, որտեղ դասավնոր էր դասապրոցեսը, հանգիստ մթնոլորտ էր, տնայինները ստուգել էին, իր տնայինը կատարած, ամեն ինչ պարտաճանաչ, շատ հանգիստ, որովհետեւ խնդիր չի եղել, մոտեցել է, հետո ինքը մինչև շրջվել է, տեսել է արդեն ինքը կանգնած է պատուհանագոգին։ Ինքը ասել է նույնիսկ այ տղա ջան, նույնիսկ պատուհանից կատակով չի կարելի այսպես բանել, բավոր ընկնես, ինքը հետ է նայել, նորից նայել է ներքև, ասել է ինչ որ ձայնարկություն մոռացա, օհո, թե ինչ որ տենց մի բան թռել է, ինքը թռել է, նայել է ուր է թռնում, որ նայում եք, ամբողջ շինարարական բաներ են, այդ պատուհանի տակ ձուն է, ինքը 3-րդ հարկից թռել է այդ ձների մեջ, գիտակցված, որոշված, նայել է ու թռել է, խնդիրները ըստ երևույթին կամ համակարգչային խաղերն են, կամ ընտանեկան դպրոցի երեխաների հետ կապված, չեմ ուզում էլի նախաքննություն է տեղի ունենում, ընդհանրապես որևիցե անկողման տրամադրության անկում, ինչ որ խնդիրներ, որոնք կբերեին տրամադրություն չունենա, ինքը շատ ինքնամփոփ տղա է, բայց շատ թասիպով սպորտսմեն է, ուժեղ է իր տեսակով, այսինքն կարող է թռնի ու ինքը իրեն ապացուցի, ինքը կկարողանա 3-րդ հարկից ցատկել, թե ոչ։ Նաև կարծում եմ ինչ որ ժամանակ առաջ ոնց որ թե համակարգչային խաղերի հետ կապված այդպիսի ընտանիքը ասեց, ակնարկեց, ես տեղյակ չեմ։ Կարևորն այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, ոտքն է կոտրված եւ ճակատի հատվածում էլի եւ պատրված կար եւ ճակատի հատվածում է կոտրվածք, ներքին արնասություն չունի, ուրիշ կոտրվածքներ չունի, ամբողջ ժամանակ գիտակցությունը տեղներ, ամբողջ ժամանակ մենակ ասում էր կներեք, ես չէի ուզում, սխալ արեցի, կներեք, սխալ արեցի։